Թուրքիայի կառավարությունը կանխատեսում է, որ գնաճը մինչև 2025 թվականի վերջը կնվազի մինչև 30%-ով։ Այս մասին հայտնել է փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի զեկույցում նշվում է, որ սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 33,29%, ինչը նվազում է նշանակում օգոստոսի 32,95%-ի համեմատ։ Հաջորդ տարվա նպատակը 20%-ից ցածր լինելն է եւ մինչև 2027 թվականը միանիշ թվերի հասնելը, ասել է Յիլմազը։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը 43%-ից իջեցնել մինչև 40,5%։ Թուրքական կարգավորող մարմինը նաև իջեցրել է գիշերային վարկավորման տոկոսադրույքը 46%-ից հասցնելով մինչև 43,5%-ի։ Չինական նավթավերամշակման գործարանները սկսել են հրաժարվել Ռուսաստանից նավթ գնելուց։ Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին այս մասին հաղորդել է Bloomberg-ը։ Չինական նավթավերամշակման գործարանները, այդ թվում պետական հսկաները եւ փոքր մասնավոր նավթավերամշակման գործարանները խուսափում են ռուսական մատակարարումներից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ այլ երկրներ սև ցուցակումներ արեցին Մոսկվայի խոշորագույն արտադրողներին եւ նրա որոշ հաճախորդների, հաղորդել է հրատարակությունը։ Նշվում է, որ պետական հսկաներ Sinopec-ը եւ PetroChina-Con չեղարկել են ռուսական նավթի որոշ առաքումներ Rosneft եւ Lukoil BB-ների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները շարունակում են աշխատել Իրանի միայն 2 միջուկային օբյեկտներում։ Այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին եւ ԱՄԳ-ի հետ կնքված համապարփակ անվտանգության համաձայնագրին։ Սակայն օրենքի համաձայն լրացուցիչ ստուգումների ցանկացած խնդրան կքննարկվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած արտաքին գործերի նախարարության համագործակցությանը գործակալության հետ եւ ճգնաժամի լուծման առաջարկվող ծրագրերին, ԱՄԳ-ի հետ համագործակցությունը կդադարեցվի եվրոպական երկրների գործողությունների պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC News-ին տված հարցազրույցի համար պետդեպարտամենտի X սոցիալական ցանցի էջից տպագրված մի տեքստ է բերել պնդելով, որ 8 ամսում 8 պատերազմ է ավարտել։ Ես ձեզ համար մի փոքրիկ ցուցակ եմ բերել, եթե ուզում եք տեսնել այն, ես 8 ամսում 8 պատերազմ եմ դադարեցրել։ Միակ հակամարտությունը, որում ես դեռ հաջողության չեմ հասել, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունն է։ Հայտարարել է ամերիկացի առաջնորդը Թրամփը կրկին խոստովանել է, որ սկզբում կարծում էր, թե ուկրաինական հակամարտության լուծումը հեշտ կլինի, քանի որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նա սխալվել է։ ԱՄՆ առաջնորդը վստահ է, որ կարող են համաձայնության գալ Ռուսաստանի հետ մի քանի ամսից եւ խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր Աթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Այսինքն հնարավոր է Արագածոտնի թեմից երկրորդ քահանան կարգալույծ արվի եկեղեցու դեմ իշխանական արշավին միանալու համար։ Եվրոմեդիա 24-ի տեղեկությունն հաստատեցին Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ Թալինի եկեղեցու քահանա Տեր Թադեն նախորդին մասնակցեց հովանավանքում Նիկոլ Փաշինյանի ու նրա ԿՊԱ-ական գործիչների եւ արձակիչների համար բերդրված ծեսին, որն իրականացնում էր հովանավանքը մոտ 10 օր առաջ օկուպացված կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։ Նախկին Տեր Արամ քահանան, ում այսօր ավազանի անունով են դիմում Ստեփան Ասատրյան, փոխել է հովանավանքի կողպեքը իր թիկնազորի հետ միասին դուրս է արել մյուս հզոր, մյուս հոգևոր հովին Տեր Սարգսին եւ այսօր էլ կարգալույծ արված արհամարելով եկեղեցական կարգը պսակադրության, մկրտության ծեսեր է մատուցում։ Ձեր պղծությունը սահման ունի, պատրաստվում եք վերջապես պատասխանել ճեմարանում տղապատանիներին սիրահետող արքեպիսկոպոս կա թե չկա։ Կտրիչը քանի երեխա ունի, քանի թոռ ունի կտրիչը։ ԿՊԱ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Facebook-ում գրել է. Կարգալույծ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը չի հանդարտվում, նա որոշել է խայտարակվել մինչև վերջ։ Հիշեցնեմ, որ արդեն 2-3 շաբաթ է ինչ նախկին հոգևորականը հրապարակային կերպով հայտնել է, որ Նաթան արքեպիսկոպոսը սիրահետում է ճեմարանի ուսանող պատանի տղաներին։ Այս հարցի շուրջ կարգապահական վարույթ մինչև հիմա չկա, բայց դրա փոխարեն հիմա էլ փորձում են իրենց պիղծ ձեռքերը երկարացնել դեպի Տեր Թադե, գրել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի նվիրված նիստում հանդես է եկել հայտարարություններով, որոնք ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Ալիևը պնդել է, թե վերջին տարիներին հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են Ադրբեջանի պատմությունը, նա կոչ է արել ադրբեջանցի գիտնականներին դեմ կանգնել այդ քարոզչությանը։ Նա նաեւ ասել է, որ չկա Սևանալիճ, կա Գյոյչա լիճ, ադրբեջանցիները երբևէ չեն տառապել սեպարատիզմի հիվանդությամբ եւ միշտ նպաստել են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրել են։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր ներկայիս Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, հայտարարել է Ալիևը։ Նա նաև նշել է, որ պետք է ընդլայնել պատմական քարտեզների ուսումնասիրությունը, պնդելով, թե հին ռուսական կայսերական քարտեզների վրա ներկայիս Հայաստանի տարածքի տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ Ալիևը հավելել է, որ այդ քարտեզների ուսումնասիրությունը պետք է դառնա պետական եւ գիտական կառույցների առաջնահերթ ուղղություն, քանի որ ըստ նրա դրանք ապացուցում են պատմական իրականությունը։ Ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները վերսկսելու Թուրքիայի նախաձեռնությունները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալի կաբինետի նիստի թեմաներից մեկը։ ՌԻԱ Նովոստին հայտնել է Թուրքիա առաջնորդի վարչակազմի աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների 4-րդ փուլը։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է պարոն նախագահի ուշադրության կենտրոնում։ Այսօրվա կաբինետի նիստում կքննարկվեն ստեղծված իրավիճակը եւ Ստամբուլի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությունները, նշել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան Ստամբուլում անցկացրեցին ուղիղ բանակցությունների 3 փուլ։ Դրանց արդյունքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ավելին, Ռուսաստանը Կիևի ռեժիմին հանձնեց զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Կողմերը նաև փոխանակեցին հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։ Իրանի իշխանությունները չգիտեն, թե 60%-ով հարստացված ուրանը որքան է դիմացել Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հունիսին հասցված հարվածներից հետո։ Ալ Ջազիրային ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այն ուրանը այնտեղ է, որտեղ գտնվում էր հարձակումից առաջ, դրա մեծ մասը, ավելի ճիշտ գրեթե ամբողջը փլատակներում է։ Մենք մտադիր չենք այն արդյունահանել, մինչև դրա համար պայմաններ չստեղծվեն։ Մենք նաև տեղեկություններ չունենք այն մասին, թե 400 կիլոգրամից որքանն է մնացել անվնաս եւ որքանը ոչնչացվել, ասել է Արաղչին։ Այսպիսով Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը պատասխանել է մինչև 60% հարստացված 400 կիլոգրամ ուրանի ներկայիս գտնվելու վայրի մասին հարցին։ Այնուամենայնիվ ավելի վաղ կային հաղորդագրություններ, որ Իրանը հնարավոր է ԱՄՆ հարվածից մի քանի օր առաջ Ֆորդոյի օբյեկտից ուրանը տեղափոխել անվտանգ վայր։ Գերմանական ռազմածովային ուժերը փորձարկում են լազերային զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերին եւ հրթիռների ոչնչացման համար, հաղորդում է The National Interest ամսագիրը։ Գերմանական ռազմածովային ուժերը մոտ են գործող լազերային զենք ստանալուն ռազմանավի վրա 1 տարի փորձարկումներից հետո։ Rheinmetall-ը եւ MBDA-ն համագործակցում են գերմանական ռազմածովային ուժերի հետ անօդաչու թռչող սարքերի եւ առաջադեմ հրթիռների սպառնալիքներին հակազդելու ունակ լազերային զենք մշակելու ուղղությամբ, հաղորդում է հրատարակությունը։ Նոր զենքը փորձարկվում է Սախսեն ֆրեգատի վրա։ Զինվորականները արդեն իսկ անցկացրել են ավելի քան 100 մարտական կրակի փորձարկում։ Փորձարկումների ընթացքում լազերային զենքը խոցել է իր թիրախը առանց տեղանքի վրա հույսը դնելու լազերային ճառագայթը խոչընդոտելու համար։ Rheinmetall-ը փորձարկումը նկարագրել է որպես կապույտ երկնքի մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է շուտով լուծվել։ Այս մասին նա հայտարարել է CBC News-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է նոյեմբերի 2-ին։ Այո, կարծում եմ մենք դրան կհասնենք, ասել է նա, ի պատասխան հարցին, թե արդյոք կարծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել մի քանի ամսվա ընթացքում։ Այս առումով Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է գործարար հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նաև փաստացի խոստովանել է, որ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքն ընդհանուր առմամբ թերագնահատել են Ռուսաստանի առաջատարությունը ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Մենք այս մոլորակի վրա ունեցել ենք 9 պատերազմ։ Ես դրանցից 8-ին վերջ եմ դրել։ Մնացել է միայն մեկը՝ Ռուսաստան-Ուկրաինա, ասել է Թրամփը։
ԱՄՆ-ն եւ Չինաստանը կհաստատեն ուղիղ կապի ուղիներ զինված հակամարտության հնարավոր ռիսկերը վերացնելու համար, հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հայտարարությանը։ Ծովակալ Դոնգցյունի հետ համաձայնության եկանք, որ պետք է հաստատենք ռազմական համագործակցության ուղիներ հակամարտությունների վերացման եւ ցանկացած հնարավոր խնդրի դեէսկալացիայի համար, ասել է Պենտագոնի ղեկավարը։ Հեքսեթը պարզաբանել է, որ այդ ուղիների ստեղծման մանրամասները քննարկելու համար շուտով տեղի կունենան բանակցություններ։ ԱՄՆ-ն նախապատրաստում է Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողությունների համար տարածք, հայտնում է Reuters-ը, հղում անելով իր կողմից վերլուծված արբանյակային լուսանկարներին։ Շինարարական աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ին Պուերտո Ռիկոյի ԱՄՆ ռազմածովային բազայում Ռուզվելտ Ռոուդսում, որը լքվել էր ավելի քան 20 տարի առաջ։ Այնտեղ նրանք սկսել են մաքրել եւ փոխարինել թռիչքուղու տանող տաքսուղիների ճանապարհի ծածկույթը։ Բացի այդ, Միացյալ Նահանգները ընդլայնում է քաղաքացիական օդանավակայան ենթակառուցվածքները Պուերտո Ռիկոյում եւ Սենտ Կրուայում, որոնք ԱՄՆ Վիրջինյան կղզիների մաս են կազմում։ Այս տարածքները գտնվում են Վենեսուելայից մոտավորապես 500 մղոն, մոտավորապես 800 կիլոմետր հեռավորության վրա։ Վաշինգտոնը Կարակասին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում բավականաչափ նախաձեռնողական չլինելու մեջ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը եւ հայտարարել, որ պաղեստինյան համաշարժումը պետք է հանձնի վերջին պատանդների մասունքները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կորնելիուսը։ Մերցը եւ Նեթանյահուն քննարկեցին Գազայի հատվածում հրադադարի հետագա կայունացման ուղիները։ Կողմերը համաձայնության եկան, որ մարդասիրական օգնությունը պետք է անվտանգ եւ բավարար քանակությամբ հասցվի Գազայի բնակիչներին։ Համասը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների մասունքները, ընդգծել է Կորնելիուսը։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ Համասը Եգիպտոսի, Քաթարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանն այս պահին միջուկային ներուժ ունի, ոչ նրանք միջուկային հնարավորություններ չունեն, ասել է ամերիկացի առաջնորդը CBS News-ին տված հարցազրույցում։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով եւ բացառում է իր հրթիռային ծրագրի ապագայի քննարկման հնարավորությունը։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց պատասխան հարձակում։ ԱՄՆ-ն հակամարտության մեջ մտավ դրա սրումից 9 օր անց, հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Չեխական բանակը, որը ձևավորվում է պրոֆեսիոնալ հիմունքներով, նախատեսում է մինչև 2026 թվականը զորակոչել 2250 պայմանագրային զինծառայողի, հայտնում է իր Օժլաս լրատվական պորտալը։ Ազգային զինված ուժերում անձնակազմի թվականակի ավելացման անհրաժեշտությունը ըստ պորտալի կապված է 2022 թվականին փետրվարի 24-ից հետո եվրոպական անվտանգությանը սպառնացող սպառնալիքների հետ։ 2025 թվականի սկզբին զինված ուժերում ծառայում էր մոտ 24500 զինծառայող, եւս 3500-ը չեխական բանակի կառուցվածքային ստորաբաժանումներում։ Հաշվետվության համաձայն իդեալական դեպքում զինծառայողների ընդհանուր թիվը կհասներ 37500-ի։ Չեխական լրատվամիջոցների տվյալներով չեխական բանակի անձնակազմի 2026 թվականի նախատեսված աճը կլինի ժամանակակից պատմության ամենանշանակալիներից մեկը։ Երեք հայտաբերվել է 3-ամյա Տիգրանի Մարմինը Դաշտամիջյան հատվածում, ունենք նախնական տվյալներով սպանություն։ Երեխայի հայրը խեղդամա անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս մասին լրագրողները զրույցում հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս վարկածի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրությունների շրջանակում։ Կիշեք, որ եղբայրը, որն ունի որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս։ Ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպիսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ Նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, մանրամասել է ներքին գործերի նախարարը։ Սարգսյանը նաեւ հստակեցրել է, որ հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15:00-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող ՏՕ-ի ծնված 2022 թվականին դին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի քննարկում Ուկրաինային թոմահոկ թեվավոր հրթիռներ մատակարարելու հարցը։ Նրան հարցրել են, արդյոք իր վարչակազմը կփոխանցի այդ հրթիռները Կիևին։ Ոչ, պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Այնուհետև լրագրողները հարցրել են, արդյոք նա քննարկում է նման քայլ։ Ոչ, իրականում ոչ, պատասխանել է Թրամփը։ Այնուհետև ամերիկյան նախագահը հավելել է, որ այս դիրքորոշումը կարող է փոխվել։ Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, եւս 150 մարդ վիրավորվել է, հաղորդել է Reuters-ը, հղում անելով տեղական իշխանություններին։ Ավելի վաղ Բալխ նահանգի նահանգապետ Հաջի Զայեդի մամուլի խոսնակը հայտնել էր առնվազն 4 մարդու մահվան մասին։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել 150-ը, հայտնել է գործակալությունը։ Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Աֆղանստանի կենտրոնում տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինի պետությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այո, նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Ես շատ լավ եմ աշխատել նրա հետ։ Ես ստիպված էի նրան մի փոքր ուղղորդել այս կամ այն ուղղությամբ։ Կարծում եմ, ես հիանալի աշխատանք կատարեցի։ Նա շատ տաղանդավոր մարդ է, ասել է Թրամփը պատասխանելով այն հարցին, արդյոք կարող է Նեթանյահուին դրդել ճանաչել Պաղեստինի պետությունը։ Սերբիայի ոստիկանությունը Բելգրադում ազգային ժողովի մոտ տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ ձերբակալել է 37 կասկածյալի։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բացահայտել եւ ձերբակալել են 37 անձի, որոնք մասնակցել են ազգային ժողովի դիմաց նախորդ գիշերը չհամակարգված բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգոկանոնի խախտմանը, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անվտանգության ուժերը ինտենսիվ աշխատանքներ են տանում անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը պարզելու եւ կալանավորելու ուղղությամբ։ Եվրամիության 3 երկրներ մերժել են եվրոպական երկրների մեծամասնության դիրքորոշումը, որը կոչ է անում սառեցված ռուսական միջոցներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար։ Հայտնում է իտալական Corriere della Sera թերթը։ Իտալիան եւ Ֆրանսիան չեն աջակցում սառեցված ռուսական միջոցների Ուկրաինային փոխանցմանը։ Երկու երկրների կառավարություններն էլ հավանաբար մտահոգված են իրենց ֆինանսական պարտավորություններով։ Եթե միջազգային դատարանը Մոսկվայի հնարավոր պահանջները օրինական ճանաչի, Բելգիան դեմ է դրան նույն պատճառով հաշվի առնելով, որ սառեցված ակտիվների մեծ մասն այժմ գտնվում է Բրյուսելի Euroclear հարթակում, ասվում է հոդվածում։ Վոլոդիմիր Զելենսկիի վերազինման հարցերով հատուկ խորհրդական Ալեքսանդր Կամիշինին հղում անելով հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունն այժմ գործում է իր ներուժի միայն 1/3-ով միջոցների պակասի պատճառով։ Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին դատավոր Արտակ Բաբախանյանի նախագահությամբ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գալեգին Բ-ի եղբորը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին եւ որդուն Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի այն է քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գևորգ Ներսիսյանը եւ Համբարձում Ներսիսյանը ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին։ Հոկտեմբերի 27-ին կորելուց եւ օրեր շարունակական դադար որոնումներից հետո 3 նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի բնակիչ 3-ամյա Տիգրանին գտել են մահացած։ Երեխայի մարմինը հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Որոնումներին մասնակցում էին բազմաթիվ ոստիկանական փրկարարական ծառայողներ, կամավորներ, սակայն երեխային գտնել չէր հաջողվում։ Սվետլանա Լևոչկին անով մասնակցել է երեխայի որոնողական աշխատանքներին որպես կամավոր, հայտնել է, որ այն վայրում, որտեղ գտել են երեխայի դին, իրենք բազմիցս նայել են, ոչ մի հետք այնտեղ չի եղել։
Երևանում անցած շաբաթ 700 մարդ ուղղանվել է ուղևորձ չվճարելու համար։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Ուղևորձ չվճարողներին տուգանելու որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Խախտումների համար տուգանքները տատանվում են 3000-ից մինչև 15000 դրամ։ Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ Արցախից տեղահանվածներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար, ներկայացրել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից։ Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ Երևանում Զաքյան 3 հասցեում գործով ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում բոլոր ստորաբաժանումներում, Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակներում, շրջիկ ձևաչափով ծառայության գլխամասային գրասենյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. Դիմում հարցաթերթիկ 070 ծածկագրով վավեր անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության վկայականը, 35-45 մմ չափի 6 լուսանկար գունավոր, ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, ամուսնության կամ ամուսնալուծության վկայականը, դրա պատճենը եւ ամուսնու անձնագրի պատճենը, եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով, անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ, եթե անձը կատարել է նման փոփոխություն, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ Մինչև 18 տարեկան անչափահասներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով 5 աշխատանքային օրվա ընթացքում։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից տեղահանված եւ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարված փոփոխությունների արդյունքում։ Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նա նաև նշել է, որ Սարգիս Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքային աղբավայր ՓԲԸ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Թեհրանի Իմամ Քամենի Airport City Company ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Վիեննայի եւ Թեհրանի միջև ուղիղ չվերթները կվերսկսվեն երկուշաբթի, հավելելով, որ եվրոպական ավիաընկերությունները, ինչպիսին է Lufthansa-ն, վերադառնում են Իրան, հայտնել է Mehr News-ը։ Ընկերության խորհրդի գործադիր նախագահ Ռամին Քաշեֆազարը տեղական իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Վիեննա-Թեհրան-Վիեննա երթուղով չվերթներ իրականացվող ավստրիական ավիաընկերությունները վերսկսում են թռիչքները երկուշաբթի առավոտյան։ Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Թեհրան-Ֆրանկֆուրտ երթուղով Lufthansa-ի չվերթները կվերսկսվեն առաջիկա 2 ամսվա ընթացքում։ Քաշեֆազարը հավելել է, որ եվրոպական ընկերությունները ձգտում են վերադառնալ Իրան, ինչի մասին կհայտարարվի, հենց որ նրանց վերադարձն ու աշխատանքը ավարտեն։ Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղ բնույթ է կրում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկրի միջուկային արդյունաբերության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Մեր միջուկային ծրագիրն ամբողջությամբ կենտրոնացած է ժողովրդի խնդիրների լուծման եւ քաղաքացիական կարիքների սպասարկման վրա։ Մեր թշնամիները փորձում են համոզել, թե մենք ձգտում ենք միջուկային ռումբ ստեղծել, սակայն Գերագույն առաջնորդի Ֆեթվայի համաձայն նման զենքի օգտագործումը արգելված է։ Գիտությունն ապրում է մեր գիտնական մտքում եւ շենքերի ու գործարանների ոչնչացումը ոչինչ չի փոխի։ Մենք կվերականգնենք եւ դա կանենք ավելի մեծ ուժով, նշել է նախագահը։ Այսօր վաղ առավոտյան Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի մոտակայքում տեղի ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 260-ը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 28 կիլոմետր խորության վրա Մազարի Շարիֆի մոտակայքում, որի բնակչությունը կազմում է մոտ 523,000 մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում հրադադարը անվանել է կայուն։ Զինադադարը փխրուն չէ, այն ամուր է, ասել է ամերիկացի առաջնորդը CBS News-ին տված հարցազրույցում։ Թրամփը նաև ասել է, որ արմատական պաղեստինյան համաշխարժումը կարող է անմիջապես վերացվել, եթե այն չհետևի խաղաղության պայմաններին։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ Համասը Եգիպտոսի, Քաթարի, ԱՄՆ եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնեցին իրականացնել Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Գազայում հրադադարը ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին։
Կրթությունը պահպանողական երևույթ է, դասագրքեր, գրատախտակներ, տնային առաջադրանքներ, այս ամենը գոյություն ունեն տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, սակայն կա մեկ տար, որը չի կարող գրվել ձեռնարկում կամ տպագրվել դասագրքի էջերում։ Իսկական հետաքրքրությունը հենց սա ինչ իրենց հետ բերում են 8 ռուս ուսանողները, որոնք 2025 թվականի նոյեմբերին գալիս են Հայաստան ռուսերենի համար կամավորական շարժման նախագծի շրջանակներում։ Նրանք զբոսաշրջիկներ կամ մասնագետներ չեն, որոնք աշխատանքի են անցել։ Նրանք ապագա բանասերներ եւ ուսուցիչներ են, որոնք անցել են խիստ ընտրության գործընթաց, տեսապորտֆոլիոներ, թեստեր, շարադրություններ, ապա 3-օրյա վերապատրաստում ֆինանսական համալսարանի կամավորական դպրոցում երկրի 18 համալսարաններից 68 եզրափակիչ փուլ անցածներից միայն 33-ին է տրվել Ռուսաստանը արտասահմանում ներկայացնելու իրավունք։ Նրանց աշխարհագրությունը տատանվում է Հայաստանից մինչև Եգիպտոս, Қырғызстанից մինչև Շրի Լանկա։ Պատահական չէ, որ 8 ուսանողներն ընտրել են Հայաստանը։ Ռուսերեն այստեղ դեռ կենթանի է, բայց այն արդեն նոր խթանի կարիք ունի։ Ինչ են նրանք անելու, անցկացնելու են ինտերակտիվ դասընթացներ, գրական երեկոներ, վիկտորյաներ եւ վիկտորինաներ եւ վարպետության դասեր, քննարկելու են Պուշկինին, Բուլգակովին եւ Եսենինին առանց դրանք դպրոցական պարտականություն դարձնելու։ Ցույց են տալու հայ դպրոցականներին, որ ռուսերենը պարզապես մատյանում գնահատական չէ։ Այն լայն մշակութային տարածքի ռուսական համալսարաններում կրթության, ԵԱՏՄ երկրներում աշխատելու, Դոստոևսկին բնօրինակով կարդալու կամ ռուսերեն ֆիլմերն առանց ենթագրերի դիտելու հնարավորության բանալին։ Ինչու է սա անհրաժեշտ, որովհետև այսօր Հայաստանում ռուսերենի հետ կապված իրավիճակը երկակի է։ Մի կողմից թվերը տպավորիչ են, բնակչության 70-ից 80%-ը խոսում են ռուսերեն, կա ավելի քան 60 դպրոց, որոնք առաջարկում են լեզվի խորացված ուսուցում եւ հրատարակվում են ռուսալեզու պարբերականներ։ Մյուս կողմից 2024 թվականին ռուսերենը պաշտոնապես ստացավ օտարլեզվի կարգավիճակ, ինչն արդեն հանգեցրել է մի շարք դպրոցներում դասավանդման ժամերի կրճատմանը։ Լեզվական միջավայր գոյություն ունի, բայց այն կարող է դանդաղորեն կրճատվել, եթե այն պահպանելու համար էներգիա չներդրվի։ Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ Ռուսաստանը Բրյուսելից փոխհատուցում կպահանջի ուկրաինական հակամարտության համար, հենց արևմուտքներ հրահրել Ուկրաինայում զինված հակամարտությունը։ Նման կարծիք է հայտնել ֆինական ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդ Մեման։ Այս պատերազմն ամբողջությամբ հրահրվել եւ կազմակերպվել է արևմուտքի կողմից։ Իրականում Ռուսաստանը երբեք հատուկ գործողություն չէր սկսի Ուկրաինայում, եթե Մինսկի համաձայնագրերը պահպանվեին, նշել է քաղաքական գործիչը։ Մեմայի խոսքով հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը կարող է 200 միլիարդ եվրո փոխհատուցում պահանջել Եվրոպայից Ուկրաինայում իրավիճակի կարգավորումից հետո։ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյունգը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն համագործակցել ռազմական անվտանգության ոլորտում, հիմնվելով առկա համագործակցության վրա, ինչպիսին է կործանիչների համատեղ մշակումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նախագահները բանակցություններ են վարել Հարավային Կորեայի Գյոնջու քաղաքում անցկացվող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One-ի ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները եւ Կանադան առևտրային բանակցությունները վերսկսելու ծրագրեր չունեն։ Reuters-ի տվյալներով ամերիկացի առաջնորդը մեկնաբանությունն արել է Օտավայի հետ առևտրային բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Կանադացի պաշտոնյաների կողմից հովանավորվող գովազդի հեռարձակումից հետո, որը քննադատում էր ներմուծման մաքսատուրքերը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկրի նպատակն է վերսկսել առևտրային քննարկումները Կանադայի հետ հիմնական հանքանյութերի, նավթի եւ գազի վերաբերյալ, սակայն նա ընդգծել է, որ երկու երկրների միջև տարաձայնությունները առաջացել են լավ պատճառներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթված է Ռուսաստանի զինված ուժերի Պոսեյդոն տիեզերանավի եւ Բուրևեստնիկ հրթիռի հաջող փորձարկումներից, ուստի նա քաղաքականապես արձագանքեց հայտարարելով միջուկային փորձարկումների մասին։ ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՄՆ հետազոտության նախկին սպա Սկոթ Ռիթերը։ Ես կարծում եմ, որ սա նախագահի կողմից քաղաքական քայլ էր ի պատասխան Ռուսաստանի տեխնոլոգիական առաջընթացի, որը նրան անհարմար դրության մեջ դրեց, ընդգծել է նա։ Մասնագետի խոսքով ԱՄՆ միջուկային զենքի փորձարկումների հետևանքները մնում են անորոշ։
Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 31-ից 3-ը, նոյեմբերի 1-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 31-ից 3-ը, նոյեմբերի 1-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ից 2-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։